Շարմազանը կոնկրետ դատական այս նիստի մասին ինչ տպավորություններ ունեք, ինչ սպասել եւ զուգահեռ այս գործընթացների, որոնք շարունակվում են 2018-ից հետո նոր Հայաստանում այսպես կոչված, մենք ականատես ենք լինում Փաշինյանի մարզային գաստրոլներին, ինչ տպավորություններ ունեք այդ գաստրոլներից նաեւ շնորհակալություն։ Երեխեք այնքան շատ հարցեր տվեցիք, եկեք Աշոտյանի ես դատական նիստից ասեմ, հետո կանադառնան կապիտուլյանտների գաստրոլներին։ Նախ պարոն Աշոտյանի հետ կապված ես շինց ու քաղաքական հետապնդմանը, ինչպես առաջինից կորվանից հայտարարել եմ, սա բացարձակապես քաղաքական հետապնդում է, կապված Արմեն Աշոտյանի քաղաքական գործունեության հետ, մանր վրեժխնդրություն է, ոչ միայն Արմեն Աշոտյանի հանդեպ, այլ նաև սա նպատակ ունի Արմեն Աշոտյանին կալանավորելով, շինծու գործեր կարելով, վաղ սերմանել ոչ այնքան ընդդիմադիր գործիչների, որքան հասարակության ընդդիմադիր ազգային հատվածի մոտ, որպեսզի ասեն, եթե Աշոտյան Արմենին են սրանք բռնել, բա որ մենք գնանք մեր գլխին էլ մի գործ կկարեն։ Սա մեկ։ Ինչ տպավորություն ստացա, տպավորությունը հետևյալն է, որ ստեղ գործ չկա, եւ եթե ստեղ գոնե մենք մի տոկոս սահմանադրության եւ իրավական պետության հետ կապ ունենայինք, այս գործը առհասարակ չէր լինի։ Ինչ վերաբերում է ձեր նշած Էրմենիստանի գաստրոլորներին, գիտեք, դա քաղաքական հնարք է, քաղաքական շոու է, դա միամտություն չէ, դա ծրագրված շոու է Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված, նպատակը հանրությանը ամբողջությամբ նոր սպառողական օրակարգ հրամցնել, որպեսզի ազգային ուժերի կողմից, ազգային գործիչների կողմից, հայ առաքելական սուրբ եկեղեցու կողմից այն կարևորագույն օրակարգը, որը Արցախի, հայրենիքի, պետության, ինքնիշխանության, անկախության, հայկականության, քրիստոնեության, առաքելականության օրակարգը ստվերվի եւ առաջտային դառնա, գիտեք ինչա, ունիտաս կա, կախիչ կա, չգիտեմ, դուշ կա, տրուբապրավոտ կա, էտա։ Մենք ականատես ենք լինում, մենք ցենսից աղում ենք, բայց ինքը հասել է այդ նպատակի։ Եթե մենք այս լուրջ մարդկանցով այսքանի օր է ամբողջ լրատվական դաշտը մենք էլ հետը քննարկում ենք այդ սանտեխնիկայի օրակարգը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի նպատակը հենց դա է, որ մենք իրական արցախյան, իրական հայկական, իրական Հայաստանի թուրքացման ու ադրբեջանացման սպառնալիքի փոխարեն խոսենք իր երազած պետությունից կամ այդ ժամանակաշրջանից, որտեղ էականը ոչ թե ոգեղենն է, էականը ոչ թե գաղափարաբանությունն է, այլ էականը ստամոքսն է, էականը ունիտազն է եւ կանալիզացիան։ Շնորհակալություն հետ կապված ինչ կանխատեսում եք 2024 թվականի հետ կապված հաշվի առնելով թե ինչ մարտահրավերներ են սպասում խաղաղության պայմանագիր եւ այլն։ Ավելի ճիշտ վատ չէ, իրատեսական 24 ամբողջ աշխարհում եւ ամբողջ տարածաշրջանում շատ բարդ տարի է լինելու, վտանգներով լի, չեմ ուզում ժողովրդի աշկը վախեցնեմ, բայց մի բան ասեմ, որ եթե մենք 24-ին չունենանք ավելի շատ կորուստներ, քան ունեցել ենք 23-ին, միգուցե պետք է բավարարված լինենք։ Տեսեք ինչ աննորմալ բան եմ ասում, բայց այդ է, այսինքն 24 ամբողջ աշխարհում ինքը նաև մեր տարածաշրջան, արևմուտք, արևելք, Ռուսաստան, արևմուտք, նոր ողերին պատերազմի կարմիր գծերի տերորման ժամանակաշրջան է, մեր տարածաշրջանում տեսնում ենք, որ եւ մեծ մերձավոր արևելքում եւ նաեւ մերձավոր արևելքում շատ լուրջ հակամարտության հոսանքներ կան Իսրայելում, Գազայի հատվածում, Իրանում, Կորեան են նույնիսկ։ Այո։ Եվ այդ իմաստով ուկրաինական ճակատում, ադրբեջանա-իսրայելական մերձեցում, ադրբեջանա-թուրքական ախորժակը եւ պլյուս այդ ամենով հանդերձ Հայաստանում պետականաստեղծ եւ պետականամետ իշխանության բացակայությունը միայն ու միայն մեզ կարող է
վատ, շատ վատ հեռանկար հաղորդել, եթե սրանք մնա։ Սա է, ես իմ հույսը Աստվածն է, ես հույս ունեմ, որ Աստված լուսավոր պայթյունով, իրակը լուսավոր լույսի պայթյունով քաոսը կցրի եւ հայ ժողովրդի բթությունը կցրի եւ կբերի նոր հույս եւ նոր լույս։